Բարև ձեզ հարգելիներս, այսօր մենք միասին խոսելու ենք կենսաքիմիա բաժնի մի շատ կարևոր թեմայի մասին, որը կոչվում է բջջի անօրգանական նյութերը։ Եվ այսպես քիմիական տարրերը կարող են բջջում հանդես գալ ոչ միայն առանձին ձևով, այլ նաև միավորվելով առաջացնել քիմիական նյութեր կամ միացություններ։ Քիմիական նյութերը բջջում բաժանվում են երկու խմբի՝ անօրգանական և օրգանական նյութեր։ Անօրգանականների շարքին են պատկանում ջուրը և հանքային աղերը, իսկ օրգանական նյութերի շարքին են պատկանում սպիտակուցները, ածխաջրերը, լիպիդները, նուկլեինաթթուները, AF-ը և վիտամինները։ Եվ այսպես այսօր խոսենք անօրգանական նյութերի մասին, ջրի և հանքային աղերի մասին։ Ջուրը կազմում է բջջում 70-ից 80%, եւ այն ուրեմն, քանի որ ի տարբերություն մյուս նյութերի չի ենթարկվում ֆիզիկայի եւ քիմիայի մի շարք օրենքների, ունի օժտված է անոմալ հատկություններով։ Այն եղում է մոտավորապես +100 աստիճան Ցելսիուսում եւ ուրեմն հալում 0 աստիճան Ցելսիուսում։ Ինչպես նաեւ նշեմ, որ ամենամեծ խտությունը ջրի ամենամեծ խտությունը կազմում է +4 աստիճան Ցելսիուսը։ Ջուրը դիպոլ է կամ երկբևեռ եւ դրական եւ բացասական լիցքավորված բևեռներ ունի։ Ջրի բևեռայնությունը կախված է նրանից, որ մոլեկուլի մի ծայրում էլեկտրոնային խտության պակաս է նկատվում, իսկ մյուս ծայրում ավելցուկ։ Խոսենք նաև միջմոլեկուլային կապերի մասին, եւ այստեղ միջմոլեկուլային կապերը ջրածնային կապերն են, որոնք առաջանում են մի մոլեկուլի ջրածնի եւ մյուսի թթվածնի միջեւ։ Հաջորդ հատկությունը ջրի ուրեմն կայունությունն է, ուրեմն ջուրը կայուն նյութ է եւ նույնիսկ 1000 աստիճան Ցելսիուսում այն չի քայքայվում։ Միայն ավելի բարձր ջերմաստիճանում ռենտգենյան ուլտրամանուշակագույն ճառագայթների, ինչպես նաև էլեկտրական հոսանքների ազդեցության տակ այն կարող է քայքայվել, առաջացնելով ջրածին եւ թթվածին։ Ինչպես նաև ջուրը ուրեմն հանդիսանում է ջրածնի եւ թթվածնի աղբյուր ֆոտոսինթեզի ժամանակ։ Այն օժտված է ջերմունակությամբ բարձր, այսինքն դանդաղ տաքանում է դանդաղ սառչում եւ ունի բավարար ջերմահաղորդականություն։ Ջուրը ապահովում է բջջի առաձգականությունը եւ ծավալը եւ հանդիսանում իդեալական լուծիչ հիդրոֆիլ նյութերի համար։ Հիդրոֆիլ են կոչվում այն նյութերը, որոնք լուծվում են ջրում եւ դրանց շարքին են պատկանում սպիտակուցների մեծ մասը, ածխաջրերից մոնոսախարիդները, հանքային աղերը եւ այլն։ Ջուրը մասնակցում է ջերմակարգավորմանը, միացնելով ջրածնային կապերը կամ քանդելով էներգիա է տալիս կամ վերցնում։ Ինչպես նաև ջուրը մասնակցում է սպիտակուցի սուլֆատային թաղանթի առաջացմանը եւ ուրեմն սուլֆատային թաղանթը երրորդային կառուցվածքի առաջացումն է սպիտակուցի։ Նշեմ նաև, որ ջուրը նաև մասնակցում է մի շարք կարևոր աջակցությունների, որոնցից է հիդրոլիզը։ Հիդրոլիզի արդյունքում պոլիմեր միացություններից առաջանում են մոնոմեր միացությունները։ Եվ այսպես ուրեմն բացի ջրից նաև մասնակցում են աջակցային էնզիմները կամ ֆերմենտները։ Որպես օրինակ ներկայացնենք սպիտակուցում պեպտիդային կապի քանդումը ջրի ազդեցության տակ, եւ այսպես պեպտիդային կապը, որը առաջացել էր մի ամինաթթվի կարբոքսիլ խմբի C-ի եւ մյուս ամինաթթվի ամինոխմբի N-ի միջև, ջրի ազդեցությամբ քանդվում է, առաջացնելով ուրեմն ամինաթթուներ։ Ինչպես նաև պոլիսախարիդի օրինակը բերենք, որտեղ ուրեմն գլյուկոզները կապված են կովալենտ կապերով, ջրի ազդեցության տակ դրանք քանդվում են, առաջացնելով առանձին մոնոմերներ, գլյուկոզներ։ Ինչպես նաև ջուրը մասնակցում է կոնդենսացիայի ռեակցիաներին եւ որպես օրինակ ներկայացնեմ մալտոզի առաջացումը, մալտոզը իրենից ներկայացնում է դիսախարիդ, օլիգոսախարիդ, որը առաջանում է 2 մոլ գլյուկոզի միացման արդյունքում։ Ինչպես նաև սախարոզի առաջացումը, որը առաջանում է 1 մոլ ֆրուկտոզի եւ 1 մոլ գլյուկոզի միացման արդյունքում։ Եվս մեկ անգամ դիտենք ուրեմն պոլիպեպտիդային շղթայի կառուցվածքը եւ պեպտիդային կապի առաջացումը, ինչպես ուրեմն եւս մեկ անգամ նշեմ, որ ինչպես գիտենք, առաջանում է մի ամինաթթվի C-ի եւ մյուս ամինաթթվի ամինոխմբի N-ի միջև։ Սա շատ ամուր կապ է եւ ուրեմն հետագայում արդեն մյուս դասընթացների ժամանակ, երբ մենք ուսումնասիրենք սպիտակուցներում պեպտիդային կապերի առաջացումը, ավելի խորը կուսումնասիրենք եւ ավելի շատ կխոսենք այս ուրեմն կապերի առաջացման մեխանիզմի մասին։
Անցնենք առաջ, հաջորդը հանքային աղերն են, հանքային աղեր իրենցից ներկայացնում են ուրեմն սրանք անօրգանական նյութեր են և կազմում են բջջի մոտավորապես 1%-ը։ Հանքային աղերը ունեն շատ կարևոր հատկություններ, որոնցից առաջինը բուֆերայնությունն է, և ուրեմն ինչպես գիտենք, բջջում H-ի և OH-ի քանակը իրար հավասար են, իսկ ուրեմն pH-ը թթվայնությունը հավասար է 7-ի։ Սա չեզոք ռեակցիայի ցուցանիշն է, սակայն որոշ քիմիական ռեակցիաների արդյունքում հնարավոր է ստացվի այնպես, որ ջրածնի քանակը, պրոտոնների քանակը մեծանա ԵՀ-ի OH-ների։ Այս դեպքում արդեն ուրեմն միջավայրը դառնում է թթվային և 7-ը սկսում է պակասել, մինչև կարող է հասնել 1-ի։ Իհարկե, սա նպաստավոր չէ բջջի համար և օգնության են գալիս մեր անիոնները, որոնք միանալով H-իոններին կարծես թե հավասարակշռության են բերում բջիջը։ Ինչպես նաև հնարավոր է, երբ H-իոնների քանակը փոքրանա ԵՀ-ի OH-ների, այս դեպքում արդեն ուրեմն միջավայրը դառնում է հիմնային և pH-ը քանի գնում շատանում է։ pH-ի ուրեմն առավելագույն արժեքը ուրեմն կարող է լինել մինչև 14 և այստեղ, ինչպես նշեցինք, միջավայրը հիմնային է։ Որպեսզի միջավայրը էլի կայունացնեն և բերեն 7-ի, օգնության են գալիս այս դեպքում արդեն կատիոնները, որոնք մեր օրգանիզմում, բջիջներում գտնվող աղերի դիսոցման արդյունքում առաջացած ուրեմն անիոններն են հանդիսանում։ Հաջորդը ուրեմն օսմոտիկ ճնշման ապահովումն է։ Եթե բջջի ներսում աղերի կոնցենտրացիան ավելի շատ է, քան միջավայրում, տվյալ դեպքում բջիջը ջուր է կլանում։ Բջիջը ջուրը կլանելով, եթե բուսական բջիջ է, ապա ուռչում է, փքվում, և քանի որ պատված է հաստ, ուրեմն հենարանային ֆունկցիա կատարող բջջապատով, արտաքին թաղանթով, ապա բուսական բջիջը չի պատռվում, իսկ կենդանական բջիջները բնականաբար չունեն բջջապատ և տրամաբանորեն, երբ բջջի ներսում աղերի կոնցենտրացիան ավելի շատ է, քան միջավայրում, տվյալ դեպքում բջիջը ենթարկվում է լիզիսի կամ քայքայվում է։ Երբ բջջի ներսում աղերի կոնցենտրացիան ավելի քիչ է, քան միջավայրում, տվյալ դեպքում բջիջը ինքն է ջուր տալիս և արդյունքում կնճռոտվում է, ենթարկվում պլազմոլիզի։ Իհարկե, սա շատ ուրեմն վտանգավոր է բույսի բջիջների համար և անբարենպաստ է համարվում բույսի համար։ Հիմա փորձենք ուսումնասիրել նույն ուրեմն գործընթացները էրիթրոցիտի կենդանական բջիջների մեջ և համեմատենք բուսական բջիջների հետ։ Եթե մենք ընկղմենք էրիթրոցիտը հիպոտոնիկ լուծույթի մեջ, հիպոտոնիկ են կոչվում այն լուծույթները, որոնց աղերի կոնցենտրացիան ավելի ուրեմն քիչ է, քան բջջում աղերի կոնցենտրացիան, ապա էրիթրոցիտները կուռչեն, կփքվեն, կկլանեն մեծ քանակությամբ ջուր և արդյունքում, քանի որ չունեն բջջապատ, սրանք կքայքայվեն, կենթարկվեն լիզիսի։ Եթե մենք ընկղմենք իզոտոնիկ լուծույթների մեջ, որոնց աղերի կոնցենտրացիան հավասար է բջջի ներսում գտնվող աղերի կոնցենտրացիային, ուրեմն այս իզոտոնիկ լուծույթներում էրիթրոցիտները իրենց ուրեմն շատ հարմար կարգավիճակում են զգում։ Նշեմ, որ իզոտոնիկ լուծույթների շարքին են պատկանում ֆիզիոլոգիական լուծույթը, որը նատրիումի քլորիդի 0,5 կամ 0,9%-անոց լուծույթն է։ Իսկ եթե էրիթրոցիտներին ընկղմենք հիպերտոնիկ լուծույթի մեջ, հիպերտոնիկ են կոչվում այն լուծույթները, որտեղ աղերի կոնցենտրացիան ավելի մեծ է, քան ուրեմն բջջում գտնվող աղերի կոնցենտրացիան, տվյալ դեպքում նկատվում է ուրեմն բջջի կողմից ջրի դուրս գալու գործընթաց և արդյունքում ուրեմն բջիջը ենթարկվում է պլազմոլիզի։ Եթե համեմատենք այս գործընթացը ուրեմն բուսական բջիջների հետ, ապա կնկատենք, որ պլազմոլիզը և կենդանական և բուսական բջիջներում տեղի է ունենում նույն ձևով ջուր տալով, կնճռոտվում է, փոքրանում և ուրեմն կարծես թե ջրազրկվում, ուրեմն իսկ երբ բջջի ներսում աղերի կոնցենտրացիան ավելի շատ է, քան բջջից դուրս աղերի կոնցենտրացիան, ապա բուսական բջիջներում նկատվում է տուրգորի երևույթը, իսկ կենդանական բջիջներում նկատվում է ուրեմն լիզիս կամ քայքայում։ Նշեմ, որ աղերը ունեն նաև երրորդ կարևոր հատկությունը՝ կուտակվելու
ունակությունը, աղերը սովորաբար գտնվում են բջջում լուծված վիճակում, սակայն կարող են կուտակվել։ Իհարկե, կախված նրանից, թե որտեղ են կուտակվում, դրանից էլ պայմանավորված է նրանց դրական և բացասական նշանակությունը։ Եթե աղերը կուտակվեն ոսկրային հյուսվածքներում, դրանք կամ ամրություն կհաղորդեն, օրինակ կալցիումի աղերը, կուպրումի աղերը, իսկ եթե սրանք կուտակվեն ուրեմն մկանային հյուսվածքներում կամ փուխր հյուսվածքներում, բնականաբար կխոչընդոտեն մկանային հյուսվածքների և ուրեմն մկանների շարժմանը։ Իհարկե նշեմ նաև, որ որոշ օրթոպեդների կարծիքով աղերի կուտակում հասկացություն բացարձակ չկա, և դա ուրեմն այս հասկացությունը հիմնականում օգտագործում են նկարագրելու համար պարանոցի ստորին հատվածում գնդաձև գոյացությունը, որը հիմնականում ուրեմն ճարպային գոյացություն է իրենից ներկայացնում։ Շնորհակալություն, հուսով եմ հավանեցիք դասադասը, եթե հավանեցիք, խնդրում եմ բաժանորդագրվեք, որպեսզի ավելի շատ մասնակցություն ունենաք մեր հաջորդ դասադասերին։ Շնորհակալություն։